Ես սիրում եմ այն, ինչով զբաղվում եմ։ Ես սիրում եմ կյանքը։ Ես երջանիկ եմ։ Ես ինձ հաղթող եմ համարում։ Ավելի հաճախ հաղթում եմ, քան պարտվում։ Փորձում եմ միշտ կենտրոնացած լինել։ Գիտեմ, հեշտ չէ, բայց այս կյանքում ոչինչ հեշտ չէ։ Եթե հեշտ լիներ, ծնվելիս լաց չէինք լինի։ Սրանք լեգենդար ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի խոսքերն են։ Մարդ, ով ոչ միայն վարպետ է դաշտում, այլև կյանքում, իր անձնվեր տեսակով, աշխատասիրությամբ և մեծ սրտով։ Ֆուտբոլի արքա, որ հանրահռչակվեց ոչ միայն իր փառահեղ գոլերով, այլև կենսագրությամբ։ Այսօր նրա հետքերով ենք, ծննդավայրից մինչև մեծ խաղադաշտ։ Իմ նպատակը լավագույնը լինելն է։ Իհարկե, հոյակապ կլինի, եթե ես դառնամ իսկապես լավագույնը։ Թեև մյուս կողմից ցանկանում եմ, որ ինձ հիշեն գոնե որպես լավագույն ֆուտբոլիստներից մեկը պատմության մեջ։ Երախտապարտ եմ Աստծուն, որ նվաճել եմ աշխարհի լավագույն խաղացողի տիտղոսը։ Ինձ բախտ է վիճակվել անել այն, ինչ կյանքում ամենաշատն եմ սիրում՝ ֆուտբոլ խաղալ։ Խոստովանել է լեգենդար մարզիկը։ Ընդհանրապես ասում են այն ֆուտբոլիստները, որոնք մեծ բարձունքների են հասնում, ծանր մանկություն են հիմնականում ունենում եւ Ռոնալդուն բացառություն չէ։ Պորտուգալիայի Մադեյրա կղզում է ծնվել եւ Ռոնալդուի մայրը Դոլորեսը ինչ-որ պահի ցանկացել է ընդհատել հեզությունը, որովհետեւ շատ ծանր պայմաններով են ապրել, հետո նրան հակառակն են համոզել եւ Ռոնալդուն ի վերջո լույս աշխարհ է եկել։ Ականատեսները պատմում են, որ նա կարող էր ժամերով միայնակ խաղալ ջրհորի մոտ գնդակը պատին հարվածելով։ Ստացվում է, նրա առաջին մարզահրապարակը ջրհորն ու փողոցն էին, որտեղ էլ Ռոնալդուն սովորեց այն հնարքներն ու տեխնիկան, որոնք հետագայում նրան դարձրին լավագույններից մեկը։ Նա ողջ օրը փողոցում էր անցկացնում, իսկական հնարքներ բանացնելով գնդակով, որը կարծես կպած լիներ նրա ոտքին, պատմել է ընտանիքի հարևանը Ադելինո Անդրադեն։ Ատլանտյան օվկիանոսի պարտեզ։ Այդպես էին կոչվում Լիսաբոնից 860 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Մադեյրա կղզի խումբը։ Հենց այդտեղ, մայրաքաղաք Ֆունչալի, Ռուզ դե Կարվալյո հիվանդանոցում է ծնվել Խոսե Դինիս Ավեյրոյի և Մարիա Դոլորես դոս Սանթոսի 4-րդ երեխան, որին մորաքույրը կնքեց Կրիշտիանո անունը, իսկ հայրն ու մայրը Ռոնալդու, նահանգների նախագահ Ռոնալդ Ռեյգանի պատվին։ Հատկանշական է, որ Կրիշտիանու Ռոնալդո դոս Սանթոս Ավեյրոյի Սանտո Անտոնիո եկեղեցում անցկացվող մկրտությունը զուգադիպել է ֆուտբոլային մի իրադարձության հետ։ Ազատ ժամանակ նրա հայրը Խոսե Դինիսն օգնել է եկեղեցու Անդորինա սիրողական ֆուտբոլային թիմին, որպես հանդերձանքի պատասխանատու։ Եվ հենց թիմի ավագ Ֆերնաո Բարոչ Սոուզային էլ նախընտրել է դառնալ նորածին որդու կնքահայրը։ Մկրտությունն էլ հաջորդել է թիմի խաղին։ Ընտանիքում նաև խնդիրներ կային շատ, մասնավորապես հայրը հարբեցող էր, կարելի ասել, որ նա ստաբիլ խմում էր, այսինքն շատ անապահով ընտանիք էր, եւ այդ պայմաններում նա ոնց որ ի սկզբանե հասկանում էր, որ ֆուտբոլը դա այն միջոցն է, որի շնորհիվ նա կկարողանա իր ճանապարհը եւ ոչ միայն իր, այլ առասարակ իր ընտանիքի ճանապարհը հարթել դեպի լավ կյանք, դեպի ավելի բարեկեցիկ կյանք։ Եվ հետաքրքիր է, որ նույնիսկ այդ պայմաններում առաջին նվերը, որը կարողացավ հայրը իրեն թույլ տալ եւ փոքրիկ Կրիշտիանոյին նվիրել, դա եղել է ֆուտբոլի գնդակը։ Եվ հենց այդ գնդակը պետք է ուղղորդեր, տաներ այդ Ռոնալդուների ընտանիքին դեպի այդ մեծ ֆուտբոլ, դեպի մեծ կյանք եւ այդպես էլ ստացվեց, իրականում շատ խորհրդանշական նվերեր հոր կողմից։ Կյանքը հեշտ չի եղել Ավեյրոների ընտանիքի համար։ 6 հոգանոց ընտանիքն ապրել է մի տնակում, որն անձրևի ժամանակ թրջվում էր բազմաթիվ անցքերից ներս լցվող ջրերից, բայց Կրիշտիանուի համար դա երջանիկ մանկության շրջան էր։ Արդեն 3 տարեկանում խաղալով Բաքում նա հասկացել էր, որ իր կյանքի լավագույն ընկերը ֆուտբոլն է։ Սուրբ ծննդյան տոնին խաղալիք նվիրեցի, հեռակառավարվող մեքենա։ Մտածում էի, նրան շատ դուր կգա, բայց երեխան նախընտրեց ֆուտբոլը։ Նա քնում էր գնդակի հետ, երբեք ձեռքից բաց չէր թողնում։ Ուր էլ գնար, գնդակը միշտ թևի տակ դրված էր։ Իր հիշողություններում պատմել է կնքահայրը։ Հիշվող պատմություններից է, որ իր պատանեկան տարիքում, երբ սպորտինգ թիմի սկաուտները եկել են, որ երեխա ընտրեն իրենց թիմից, այսպեսի մի պայման են դրել, որ այն տղային են ընտրելու, ով այդ հանդիպման ընթացքում ամենաշատ գոլը կխփի։ Ինքը եւ իր ընկերը
հանդիպան ընթացքում արդեն վերջին րոպեներին այնպես է եղել, որ երկուական գոլ են խփած եղել ու իր ընկերը Ալբերտ ոնց որ անունը չեմ հիշում, կներեք, մենակ դուրս գալով դարպասապահի դիմաց փոխանցում է տալիս Ռոնալդոին, որ Ռոնալդո գոլի հեղինակ դառնա, որ իրեն ընտրեն։ Հետո տարիներ հետո Ռոնալդոն հաստատել է այդ պատմությունը ու այդ տղան էլ պատմել է այդ պատմությունը նրա համար, որ ինքը հասկացել է նույնիսկ այդ տարիքում, որ ինքը այդքան առաջ չէր գնալու, ինչքան որ Ռոնալդոն ինչ-որ կերպ նաև իրան շանս տալու, որ սկսվի իր կարիերան սպորտինգում։ Դրիբլինգն ու հնարքներ անելն իր խաղաոճն են։ Այդպես եմ խաղացել մանկուց։ Սիրում եմ հնարքներ անել ու խաբս տալ, շրջանցել մրցակցին։ Գիտեմ, որ իմ մրցակիցները չեն սիրում դա կամ շրջադարձով ու կրունկով հարվածելս, բայց ես այդպես անում եմ ոչ թե նրանց բարկացնելու կամ ծաղրելու համար, այլ որովհետև դա իմ ոճն է։ Ես այն չեմ փոխել, երբ խաղում էի Անգլիայում եւ դրանից չեմ հրաժարվելու Իսպանիայում կամ Բրազիլիայում խաղալիս։ Կրիշտիանո Ռոնալդո։ Նրանց ընտանիքն ապրում էր փոքրիկ լեռան լանջին կառուցված աղքատիկ տնակում, շատ հաճախ առանց մշտական ջրի ու էլեկտրականության։ Հայրն աշխատում էր համայնքի այգեպան եւ մարզադաշտի պահակ, տարիներ շարունակ պայքարում էր ալկոհոլիզմի դեմ։ Մայրը նույնպես միաժամանակ մի քանի աշխատանք էր կատարում, որպեսզի կարողանար պահել իր երեխաներին, որոնք բավարար հագուստ ու կոշիկ չունենալու պատճառով երբեմն հերթով էին հագնում որոշ իրեր։ Շատ ծանր մանկություն ունեցել եւ հասկացել է, որ եթե ֆիզիկապես ինքը պատրաստ չի լինի, ուրեմն ինքը ֆուտբոլում ոչ մի բանի չի հասնի։ Իր հայրն էլ այդպես եղել, հայրը քիչ ուրիշ ձևի մարդ է եղել, այդ իր ընտանիքը չեն քննարկում, իր մայրը նպաստել է, որ Ռոնալդոն ֆիզիկապես շատ ուժեղ լինի։ Ինքը երբեք չի մերժել, հատուկ սնունդ է իր համար սարքել, լինելով սոված։ Մայրը սոված է եղել Ռոնալդոյի համար, կոշիկ առավաներ, որ տղնտեց զարգանում։ Երեխաները նրան հաճախ էին ծաղրում մազերի տգեղ կտրվածքի համար, որի հեղինակը մայրն էր։ Ծաղրում էին նաև մաշված հագուստների համար։ Թիմակիցները պատմում են, որ նրա համար մեծ ողբերգություն էր, երբ պատրվում էր մարզակոշիկը, որովհետև գիտեր, որ նորը գնելու հնարավորություն չուներ։ Նրանց տանը նախաճաշը շատ հաճախ հացն էր, վրան շաղ տված շաքարավազ, բայց Կրիշտիանոն ուներ հաղթելու եւ բոլորին իր մեծությունն ապացուցելու անսահման մեծ ցկտում։ Հենց մանկուց նա միշտ աչքի ընկել տարբեր ունակություններով, իհարկե ֆուտբոլը նրա մոտ գերակշռել է, բայց նա այլ մարզաձևերել է սիրել, իսկ ֆուտբոլով ուղղակի ապրել է, ինչ որ բայ խաղակոշիկներ չի ունեցել եւ այլն, հետո ինչ որ բայ տեղափոխվել է, ընտանիքից մենակ է ապրել եւ անընդհատ դժվարությունների միջով է անցել։ Ընդհանրապես ասում են, որ ով դժվարությունների միջով է անցնում, նա ինչ որ տարիքից սկսած շատ ավելի թրծված է լինում, թե տվյալ մարզաձևում եւ թե բնականաբար ֆուտբոլում։ Ես կարծում եմ, Ռոնալդոն հրաշալի խաղացող է, որովհետև եթե նայենք նրա մարզական գործունեությանը, կտեսնենք, թե որքան լավ ճանապարհ է անցել, որպես ֆուտբոլիստ։ Յուրաքանչյուր մարզիկ պետք է հետևի նրա քայլերին, որովհետև ինքն ունի հատուկ մտածելակերպ, ինքը ատում է պարտվելը։ Եթե դու ուզում ես լինել լավ խաղացող ու ամեն անգամ հաղթես, դու պետք է նայես Ռոնալդոին, որպես օրինակ, որովհետև ինքը սիրում է հաղթել եւ օգնում է իր թիմին շատ հանդիպումներում հաղթանակած դուրս գալ։ Ինձ դուր է գալիս նրան հետևելը, որովհետև նրանից ստանում ես ինքնավստահություն եւ սիրտ է փոխանցում, որովհետև Ռոնալդոն սրտանց է խաղում գնդակի հետ։ Կրիշտիանո Ռոնալդոյի առաջին գնդակն օգտագործված էր։ Նա խաղում էր այն ամենով, ինչ գտնում էր, երբեմն նույնիսկ շշերով կամ կտորից պատրաստված գնդակներով։ Այսպես սկսվեց նրա մեծ ուղին։ Փոքրիկ Կրիշտիանոն ժամերով մնում էր փողոցում կիսաքանդ շինությունների մեջ խաղալով մինչև արևի մայր մտնելը։ Նա անընդհատ սովորում էր, փորձելով կատարելագործել հարվածները, արագությունն ու շրջանցման տեխնիկան, որովհետև ֆուտբոլը նրա համար պարզապես խաղ չէր, դա նրա կյանքն էր, փրկությունն ու հնարավորության միակ դուռը։ Պատանեկան տարիքում ֆրկտի վիրահատություն է տարել Ռոնալդոն, բայց դա այն լուրջ վիրահատություններից չէր, որի մասին կարելի է շատ երկար խոսել։ Անհան դեպքում անցել է այդ փուլը Ռոնալդոյի մոտ եւ Սպորտինգի ակադեմիայում Սպորտինգի խաղերից մեկի ժամանակ Յունայթեդի հետ խաղի ժամանակ Սր Ալեքս Ֆերգյուսոնը նրան նկատել է ու առաջարկել է տեղափոխվել Մառախլապատ Ալբիոն, Օլդ Թրաֆորդ եւ Ռոնալդոն դարձել է մանկունյանցի։ Ընդհանրապես Ռոնալդոյին շատ շատերը սկսել են ավելի շատ
այսպես ասած հիշել 2004 թվականի Եվրոպայի առաջնությունից հետո, երբ եզրափակչում պարտվեց Պորտուգալիայի առաքական Հունաստանին ու Ռոնալդուն դեռ պատանի արցունքոտ աչքերով դեռ նոր էր նա ֆուտբոլային կյանք գտնում, բայց արդեն կարելի է ասել շատ լուրջ փորձությունների միջով էր անցել ու դա մեխը դարձավ նրա փայլուն կարիերայի։ Եղբոր մաշված ու իր համար մի քանի անգամ մեծ մարզաշապիկը հագին նա կանգնեց մոր դիմաց, նայեց աչքերին ու հայտարարեց. «Մի օր ես խաղալու եմ աշխարհի ամենամեծ ակումբներում, դու կտեսնես»։ Ընդամենը պատանի էր, երբ նրան նկատեցին Անդորինը, ապա Նասիոնալ, շատ չանցած նաև Լիսաբոնի Սպորտինգ ակումբները։ Վերջինը մարզիկի համար նշանակում էր հեռանալ ընտանիքից ու ծննդավայրից, բայց մեծ ֆուտբոլը կանչում էր, գնաց, խոստանալով այլևս չլինել աղքատ։ Արդեն 17 տարեկանում Կրիշտիանոն իր նորամուտը նշեց Լիսաբոնի Սպորտինգում եւ միանգամից աչքի ընկավ այդ իր ֆանտաստիկ դրիբլինգով, ինչպես ասում են, արագ ոտքերը, այդ շարժումները, դրիբլինգը միանգամից աչքի ընկավ, նույնիսկ այդ պատանի տարիքում, եւ պատահական չէ, որ շատ շուտով արդեն երբ Սպորտինգը խաղում էր Մանչեսթեր Յունայթեդի հետ, ընկերական հանդիպում, այդտեղ Ռոնալդուին նկատեց Սեր Ալեքս Ֆերգյուսոնը, Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչը, որը առաջ անցնելով նշենք, որ երևի թե իր կարիերայում ամենամեծ դերը խաղաց, քանի որ հասունացման այդ մեծ ֆուտբոլիստ դառնալու տարիքում, հիմնական տարիքում հենց Ֆերգյուսոնը կարողացավ հոր, այսպես ասենք, կարգավիճակով մեծացնել Ռոնալդուին թե շատ բան տալով որպես մարդ, թե որպես ուսուցիչ եւ թե որպես հենց շատ փորձառու գլխավոր մարզիչ։ Կրիշտիանոն 12 տարեկան էր, երբ տեղափոխվեց Լիսաբոն սովորելու ֆուտբոլային ակադեմիայում։ Նոր միջավայրին հարմարվելը նրա համար բավականին դժվար էր։ Դպրոցում նրան ծաղրում էին Մադերիայի առոգանության եւ արտասանության, երբեմն էլ մաշված հագուստի համար։ 14 տարեկան էր Ռոնալդուն, որ ասաց իր ուսուցչին. «Մի օր իմ անունը կիմանա ողջ աշխարհը»։ Նա չէր սխալվում, սակայն նույնիսկ համաշխարհային փառքին հասնելուց հետո նա չմոռացավ իր արմատները եւ իր հարցազրույցներում հաճախ է կրկնում. «Ես այն տղան եմ, որ մաշված կոշիկներով փողոցում խաղում էր ու պարզապես չէր ուզում թողնել, որ կյանքն իրեն կոտրի»։ Փոքր տարիքում խաղալիքների փոխարեն նրա ունեցածը հին գնդակն ու մեծ երազանքներն էին։ Նրա ընտանիքն ավելին չուներ, քան սերը, հոգատարությունն ու համբերությունը։ Նրա հոգում ծվարած մեծ նպատակը մտերիմներից շատերին էր անհեթեթ թվում, բայց Ռոնալդուն հավատում էր։ Կրիշտիանո Ռոնալդուն համաշխարհային մեծության աստղերից մեկն է։ Նրա մասին շատ է գրվել, շատ է խոսվել, մենք բավականին շատ խաղեր ենք դիտել նրա մասնակցությամբ, եւ նրա գլխավոր զենքը դա առաջին հերթին բնածին տաղանդն է, բնությունը նրան պարգևել է այդ որակները, բայց շատ ֆուտբոլիստներ եղել են, որ բնությունը տվել է այդ տաղանդը, շատ որակները, բայց աշխատասիրություն չի տվել, բայց Ռոնալդուին տվել է նաև մեծ աշխատասիրությունը, որի հաշվին նա մագլցեց ֆուտբոլային բարձունքներ, արագաշարժ ֆուտբոլիստ է, գոլային պահ, զգացող, կռահող, ամեն անգամ հայտնվում է այնպիսի դիրքում, որտեղից կարելի է անմիջապես գրավել դարպասը։ Բացի դրանից նա իր մեծ աշխատասիրության հաշվին տարիների ընթացքում պահում է իր լավ մարզավիճակը։ Գիտեք, հիմա 40 տարեկան է, Սաուդյան Արաբիայում է խաղում, բայց եթե հիմա մենք նրա խաղը նորից դիտում ենք, կարծես երիտասարդ Ռոնալդուն լինի։ Կարծում եմ նա տարբերվում է մյուս խաղացողներից։ Պարզապես կարծում եմ, որ դա նրա մտածելակերպն է այդքան շատ գոլ խփելու եւ այդքան կայուն լինելու ունակությունը։ Քանի որ որպես կանոն խաղացողը 1 կամ 2 լավ մրցաշրջան է անցկացնում, բայց նա իր կարիերայի գագաթնակետին է հասել արդեն 20 տարի եւ նա աշխարհի լավագույն խաղացողներից մեկն է։ Որն է իմ ամենամեծ թուլությունը, չգիտեմ։ Փորձում եմ ամեն հարցում բարձր մակարդակի վրա լինել, թե ֆիզիկական, թե մտավոր։ Չկա այնպիսի հատկանիշ, որի վրա ավելի շատ եմ աշխատում։ Պարզապես ուզում եմ կատարելագործվել, խոստովանել է Ռոնալդուն։ Ռոնալդուն ունի հազվադեպ կարգապահություն։ Նա չի օգտագործում ալկոհոլ եւ երբեք չի ծխել։ Նրա միակ կախվածությունը մարզումներն են, կարգապահությունն ու նվիրվածությունը։ Ողջ կյանքում տեսնելով հոր ալկոհոլիզմի դեմ մղած պայքարը, Ռոնալդուն իրեն հետ պահեց այդ վատ սովորությունից, որպեսզի ոչինչ իզորու չլինի նրան հետ պահել իր մեծ ճանապարհից։
ամեն մի մկան ես կերտել եմ ոչ միայն տաղանդով, այլ չնահանջող ջանքով։ Հաճախ է կրկնում մեծ ֆուտբոլիստը։ Եվ հենց դա է պատճառը, որ նա օրինակ է ոչ միայն որպես մարզիկ, այլ որպես մարդ, ով հաղթել է ոչ միայն խաղադաշտում, այլև կյանքում։ Ես նաև հիշում եմ Ռոնալդոյի այցը Հայաստան, երկրորդ այցը Հայաստանի հավաքականի դեմ խաղում։ Նաև պետք է փաստեմ, որ մեր երկրպագուների պահվածքը մի քիչ կարելի է ասել ինչ-որ չափով անգրագետ էր, որովհետև երբ որ քո երկիր է գալիս այնպիսի մի աստղ, գերաստղ, որ խաղում է քո հավաքականի դեմ, ինչքան էլ որ քո հավաքականի դեմ է խաղում, պետք է ճիշտ կերպ դիմավորել նման լեգենդի, որովհետև այդպիսի մարդը գնալու է հետո ամբողջ աշխարհին պատմի, թե ինչպիսի երկիր է Հայաստանը, ինչպիսի երկրպագուներ ունի։ Ճիշտ է, ցավոք սրտի մենք պարտվեցինք, չնայած շատ լավ գոլեր ունեցանք, շատ լավ խաղ անցկացրեցին տղեկը, բայց Ռոնալդոն ընդհանրապես դաշտում գտնվելով 1-2 շարժումով ամբողջ խաղի ելքը վճռեց ու պատճառը այն էր, որ մեր երկրպագուները ուղղակի այնքան գոռացին Մեսսի, որ ինքը զայրացավ դրանից ու միանգամից հետրիկ ձևակերպեց, ինձ թվում է, եթե ուղղակի Մեսսի չգոռային ամբողջ խաղի ընթացքում, Ռոնալդոն այդքան շատ լավ խաղ չէր խաղա այդ օրը։ Կարևոր չէ, որտեղ եմ խաղում կամ ում հետ։ Ամեն հանդիպմանը ես դաշտ եմ դուրս գալիս անելու առավելագույնը, խաղալու այնպես, ինչպես կարող եմ եւ անելու համար ամեն ինչ, որ թիմը հաղթի։ Կրիշտիանո Ռոնալդո։ Կրիշտիանոյի հայրը կյանքից հեռացել է 52 տարեկան հասակում, երբ ֆուտբոլիստն ընդամենը 20 տարեկան էր եւ պատրաստվում էր մեծ մրցաշարի։ Ապրումները ծանր են եղել, բայց արհեստավարժ մարզիկն ընտրել է դուրս գալ խաղադաշտ եւ իր խաղը նվիրել հոր հիշատակին։ Ցավոք, հայրը չի հասցրել տեսնել, թե ինչպես է որդին նվաճում Եվրոպայի լիգայի մրցանակն ու 5 ոսկե գնդակները։ Կարևոր հանգամանք է նաև այն, որ ոչ միայն ակումբային ֆուտբոլում է, այսպես ասած, իր լավագույն կարողությունները ցուցադրել, օրինակ ի տարբերություն Մեսսիի միջև վերջին ժամանակաշրջանը, երբ ստացվեց ի վերջո դառնալ աշխարհի չեմպիոն, միջև այդ շատ էին քննադատում Լիոնելին, որ հավաքականում չի ստացվում, Ռոնալդոյի մոտ դա ստացվում էր շատ վաղուց եւ միշտ առաջատար էր, միշտ առաջ էր տանում թիմը։ 2016-ին կարողացան Եվրոպայի չեմպիոն դառնալ, մեծապես նաև Ռոնալդոյի օգնությամբ։ Հիշում ենք, որ եզրափակում, թե նույնիսկ մարշի դեր էր արդեն կատարում եւ վնասվածքի պատճառով փոխարինվեց եւ Ֆերնանդո Սանտուշի հետ միասին կանգնած հավասար երևի ղեկավարում էին թիմի գործողությունները, այստեղ էլ երևում էր այդ առաջատարի հատկությունները, կարծում եմ նույնիսկ կարող է շատ լավ միգուցե մարզիչ կամ ինչ-որ ֆուտբոլային գործիչ դառնալ ապագայում, Ռոնալդոն այդ հատկություններն էլ ունի։ Ես հոգ եմ տանում կազմվածքից մասին, այն իմ կյանքի ու մասնագիտության կարևոր մասն է։ Որևէ հատուկ ծրագիր չունեմ, պարզապես մարզվում եմ, ուտում եմ այն, ինչ ուզում եմ, սակայն չափավոր։ Լավ գեներ ունեմ, չեմ գիրանում, բայց պետք է շատ աշխատեմ լավ մարզավիճակի մեջ մնալու համար։ Երբ խաղադաշտում եմ կամ մարզվում եմ, երջանիկ եմ, որովհետև սիրում եմ ֆուտբոլ խաղալ, դա իմ տարերքն է, ես այն վայելում եմ։ Ոսկե գնդակի հնգակի դափնեկիր, ազգային հավաքականների պատմության մեջ լավագույն ռմբարկու։ Նա նվաճեց Եվրոպայի բոլոր 3 մեծագույն լիգաները, շարունակելով իր հաղթարշավը մինչ օրս։ Նա միակ ֆուտբոլիստն է, ով գոլ է խփել 5 աշխարհի գավաթներում, ում անունը պատմության մեջ գրվել է որպես ամենաշատ գոլերի հեղինակ, բայց նրա ամենամեծ մրցանակը մարդ լինելն է, ով երբեք չի մոռանում իր մեջ ապրող մաշված կոշիկներով այն փոքրիկ տղային, որ խաղում էր բակերում, երազելով մեկ բան՝ փոխել ճակատագիրը։ Իսպանիայում, Իտալիայում բոլոր երկրներում նա հաղթել է, եւ ես կարծում եմ, որ ցանկացած խաղացողի համար դա պարզապես նպատակասլաց անձնավորություն է, ով երբեք ոչնչից չի հրաժարվում կյանքում։ Եվ ես կարծում եմ, դա նրան տարբերակում է շատ խաղացողներից, քանի որ քեզ հաջողվում է 20 տարի մնալ լավագույնների շարքում։ Սովետական ֆուտբոլում իր աստղերն են եղել, որ միշտ հիշացրել են, հա, անգլիական ֆուտբոլում իր աստղերն են, Բոբի Չարտոն եւ այլ։ Իրանց մոտ Էյսեբիոն ա եղել։ Էյսեբիոն դարձավ 5, որի շարունակականը եղավ Ռոնալդոն։ Այսինքն ինքը այդ Էյսեբիոյի ինքը չկրկնօրինակեց Էյսեբիոյի խաղը։ Ինքը վերցրեց իրան շատ ինչ որ իրան մոտիկը եւ զարգացրեց, հասցրեց Ռոնալդոյի աստիճանը։ 2009 թվականի հունիսին Կրիշտիանո Ռոնալդոն Մանչեսթեր Յունայթեդից տեղափոխվեց Ռեալ Մադրիդ։ Իսպանական ակումբ լեգենդար մարզիկը տեղափոխվեց 80 միլիոն ֆունտ ստերլինգ կազմող հոնորարով։ Առաջին անգամ այդ կազմում նա խաղաց Դեպորտիվոյի հետ։
Այս հայտնի ու բազմաթիվ մարզիկների համար երանելի ակումբում Ռոնալդուն հասցրեց վաստակել 450 գոլ 292 ֆուտբոլային հանդիպումների ժամանակ։ Ռեալ Մադրիդում իր առաքելությունն ավարտելուց հետո Քրիշտիանուն տեղափոխվեց Յուվենտուս, իսկ դրանից հետո վերադարձավ Մանչեսթեր Յունայթեդ, որտեղ մնաց շատ քիչ, տեղափոխվելով արաբական Ալ Նասր ֆուտբոլային ակումբ։ Քրիշտիանո Ռոնալդուն եւ Ջորջինա Ռոդրիգեսը հանդիպել են 2016 թվականին Մադրիդում գտնվող հայտնի բրենդային խանութ սրահներից մեկում, որտեղ Ջորջինան աշխատում էր որպես վաճառողուհի։ Ռոնալդուն անմիջապես նկատել է Ջորջինայի գեղեցկությունը եւ սկսել հետաքրքրվել նրանով։ Աշխարհահռչակ Netflix ընկերությունը նկարահանել է ֆիլմ «Ես Ջորջինան» վերնագրով, որը պատմում է նրանց հարաբերությունների եւ սիրո պատմության մասին, որտեղ որպես ֆուտբոլիստ իր մասնակցությունն ունի նաեւ պորտուգալացի ֆուտբոլիստը։ Ջորջինան ծնվել է Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում, բայց հասակ առել Իսպանիայում։ Նրա հայրն արգենտինացի է, մայրը իսպանացի։ Ռոնալդուի հետ սկզբում հանդիպել են գաղտնի։ Վերջինս հաճախ է նրա հետևից աշխատավայր եկել շքեղ մեքենաներով, ինչը հարուցել է գործընկերների զարմանքը։ Որոշ ժամանակ անց նրանք պաշտոնապես հաստատել են իրենց հարաբերությունների մասին լուրերը։ Ռոնալդուի եւ Ջորջինայի հանրային համատեղ ելույթը եղել է FIFA-ի լավագույն ֆուտբոլիստների մրցանակաբաշխության ժամանակ Ցյուրիխում։ Չնայած նրանք մինչ այսօր պաշտոնապես ամուսնացած չեն, բայց Ռոնալդուն խոստովանել է, որ Ջորջինան իր կյանքի կարևոր անձանցից մեկն է։ Ջորջինային հանդիպելուց առաջ Ռոնալդուն վարել է բուռն անձնական կյանք, թեպետ դրա մասին ֆուտբոլիստը միշտ խուսափում է խոսել։ Ամենահայտնի հարաբերությունները եղել են ռուս սուպերմոդել Իրինա Շեյքի հետ։ Զույգը հանդիպել է մոտավորապես 5 տարի։ Նրանց բաժանման պատճառը դարձել է Իրինայի եւ Ռոնալդուի մոր Դոլորեսի միջև եղած վիճաբանությունը։ Մինչ Իրինայի հետ հանդիպելն ու դրանից հետո Ռոնալդուի կյանքում շատ են եղել կարճ սիրավեպերն ու ռոմանտիկ հարաբերությունները։ Լուրեր էին պատտվում, որ Քրիշտիանուն սիրային կապի մեջ է եղել պորտուգալացի հեռուստահաղորդավար Մերչե Ռոմերոյի եւ իսպանացի մոդել Ներեիդա Գալլարդոյի հետ։ Տարբեր են խոսակցությունները մամելում Իրինա Շեյքից ինչու բաժանվեց, դեպ շատ գեղեցիկ էր Իրինա Շեյքը, բայց նաեւ այն հայտնի դեպքերից էր, որ այսպեսի պահ էր եկել, որ նա պետք է ընտրեր իր մայրիկը թե Իրինան, որովհետեւ Իրինան իրեն լավ չէր պահում Ռոնալդուի մայրիկի հանդեպ, իսկ մենք գիտենք, որ մոր շնորհիվ որ ինքը կյանքում ամեն ինչին հասել է, մոր հավատի, սիրո, այդ ջերմության ու նա իստոմա որպես տղամարդ ճիշտ որոշում կայացրեց, որ ինչ-որ մի թիթիզ աղջկանից հրաժարվել իր մոր համար, իրեն շատ անհարգալից էր պահել, ինչքան գիտեմ, ինչ-որ միջոցառումներից մեկի ժամանակ մայրիկի հետ շփման հետ։ Քրիշտիանուն առաջին անգամ հայր է դարձել 2010 թվականին։ Ով էր երեխայի մայրը, մինչ այսօր պարզ չէ։ Այս առիթով նա հայտարարել էր, որ երեխայի խնամքով եւ դաստիարակությամբ զբաղվելու են ինքն ու իր մայրը։ Մինչ Ջորջինայի հետ հանդիպել է Ռոնալդուն դարձավ զույգ զավակների Եվայի եւ Մատեոյի հայրը սուրոգատ մոր միջոցով։ Քրիշտիանուն 37 տարեկան էր, երբ ծնվեցին իր եւ Ջորջինայի զույգ երեխաները։ Դժբախտաբար որդին մահացավ։ Ինչի արդիվ պորտուգալացի ֆուտբոլիստը գրել էր. «Խոր վշտով հայտնում եմ, որ մեր փոքրիկը մահացել է։ Եվ միայն մեր աղջնակի ծնունդն է, որ մեզ տալիս է վերապրելու ուժ, հույս եւ ուրախություն»։ Ռեժիմին եւ առասարակ իրեն հետևելուն զուգահեռ Ռոնալդուն նաեւ շատ ընտանիքասեր է, այսպես կարող ենք ասել, եւ 4 զավակ ունի։ Զավակներից մեկը Քրիշտիանո կրտսերը գնում է հորուղով, արդեն 15 տարեկան է եւ բոլորին վերջերս հրավիրվել է Պորտուգալիայի մինչեւ 15 տարեկանների հավաքական։ Երբ պարտվելուց հետո տուն եմ գնում, մորս կամ հարազատներիս հետ չեմ խոսում։ Նրանք լավ են ճանաչում ինձ եւ գիտեն, թե ինչպես կարող եմ արձագանքել։ Բոլորին է հայտնի, որ եղել են պարտություններ, որոնցից հետո ես պարզապես լաց եմ եղել։ Ինչ հնարավոր է նվաճել ֆուտբոլում, ես արդեն նվաճել եմ, սակայն երբեք չեմ դադարի փորձել նորանոր հաղթանակներ տոնել մինչև թոշակի անցնելը։ Ես պարզապես այսպիսին եմ։ Իհարկե, հնարավոր է վատ մարզավիճակում լինել, բայց պետք է թույլ չտալ, որ դա հուսախաբ անի։
Նպատակին հասնելու համար ամենակարևորը մտավոր կենտրոնացումն է, իսկ բանալին մշտապես նոր նպատակներ սահմանելն է։ Կրիշտիանու Ռոնալդու 2007 թվականի պետք է խաղայինք Պորտուգալիայի հետ տանը Երևանում ու լավ գիտեինք, որ ամենաուժեղ ֆուտբոլիստներից մեկը Ռոնալդուն խաղալով Մանչեսթեր Յունայթեդում պետք է այդ խաղին խաղար, լավ պատրաստվել էինք, որովհետև գիտեինք նրա որակները, շատ դժվար էր գիտեինք, որ շատ դժվար է լինելու։ Բայց ամբողջ խաղի ընթացքում վերահասկում էինք 1-2 ֆուտբոլիստներով միշտ ու ստացվեց այնպես ամբողջ խաղի ընթացքում կարողացանք նրան պահել, շատ դեպքերում կոպիտ էինք խաղում, ավելի չոր նրա հետ, քանի որ եթե նրան մի վայրկյան բաց թողեիք, ապա նա կարող էր գոլ խփել։ Ցավոք հենց այդպես էլ եղավ խաղի ընթացքում, ինչ որտեղ մեր պաշտպանությունում սխալվեցինք ու նա օգտվեց ու գոլ խփեց, բայց դա արդեն 1-0 հաշվի ժամանակ էր, մենք հաղթում էինք ու նա հավասարացրեց հաշիվը։ Ու այդպես դրանից հետո սխալներ թույլ չտվեցինք ու խաղը ավարտվեց 1-1, դա մեր համար մեծ հաջողություն էր, քանի որ խաղալով Ռոնալդուն եւ Պորտուգալիայի հավաքականը մենք կարողացանք ոչ ոքի խաղալ։ Ու շատ ուրախ եմ, որ նման ֆուտբոլիստի դեմ խաղացել եմ ու կարողացել եմ ինչ-որ չափով չեզոքացնել, որովհետև իմ կարծիքով Ռոնալդուն վերջին տարիների ամենալավ, ամենաուժեղ ֆուտբոլիստներից մեկն է, քանի որ եթե Մեսին չլիներ, ապա Ռոնալդուն կլիներ միակը։ Գիտեք, ռեպորտաժ վարելու ժամանակ ավելի լավ ես պատկերացնում, թե ինչ է իրենից ներկայացնում Ռոնալդուն։ Երևանում մենք առանց Ռոնալդուի մենք կարող ենք հաղթել Պորտուգալիայի հավաքականին, բայց Ռոնալդուն իր խոսքը ասում է ամեն քայլափոխ, ամեն մի պահի, նա մի փոքրիկ պահ կարող է ընտրել, գտնել ու դրանով վճռել հանդիպման ելքը, ինչպես անում է յուրաքանչյուր խաղ։ Եթե չլիներ Ռոնալդուն, ամենայն հավանականությամբ մենք հաղթանակ կտանենք։ Սարգիս Հովսեփյանը պատմում էր, ասում էր Ռոնալդուն այնքան խփում էր, որ ընկներ չեն լինում այնքան պինդ էր։ Այստեղ Երևանի խաղի ժամանակ։ Եվ ինքը իսկապես ինքը մարմնի իր ստատուսով բանով ինքը բացառիկ կառուցվածք ունի։ Ռոնալդուն հայտնի է նաև իր բազմաթիվ բարեգործություններով։ Նա նույնիսկ հրաժարվել է մարմնի վրա դաջվածքներ անելուց պարբերաբար արյան դոնոր լինելու համար։ Նա մշտապես իր համբավն ու հնարավորություններն օգտագործում է կարիքավորներին օգնելու համար։ Մի անգամ նույնիսկ Ինդոնեզիայում երեխա էր օգնել, ով փրկվել էր երկրաշարժից, մենակ էր մնացել, բայց ֆոտոների մեջ նկատել էր, որ իր համազգեստով է, ու այդ երեխայի ամբողջ բուժումը, ընտանիքի եւ այլն ամեն ինչ վերցել էր իր վրա։ Նմանատիպ շատ պատմություններ կան, որ բնութագրում են թե որպես ֆուտբոլիստ, թե որպես մարդ, ով գնահատում է, թե ինչ է լինել չկավոր եւ ցկտել հասնել երազանքին։ 2015 թվականին Նեպալում տեղի ունեցած աղետալի երկրաշարժից հետո Ռոնալդուն նվիրաբերել է $6.5 միլիոն եւ սոցիալական ցանցերի իր հետևորդներին եւս աջակցելու կոչեր արել։ Թեև հետագայում պարզվել է, որ իր ուղարկած ողջ գումարը չի փոխանցվել ճիշտ հասցեով, այնուամենայնիվ նա շարունակել է աջակցել նմանատիպ ծրագրերին։ Բազմիցս օգնել է անհատ կարիքավորներին, վճարելով քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման ծախսերը։ 2012 թվականին Ռոնալդուն վաճառել է իր ոսկե գնդակը, հավաքելով €1.5 միլիոն Գազայի դպրոցների վերանորոգման համար։ Շատերը Ռոնալդուին չեն սիրում, ասելով, որ նա մարդկային որակներ քիչ ունի, բայց ես դրա հետ այդքան էլ համակարծիք չեմ։ Շատերը օրինակ են բերում Հայաստան-Պորտուգալիա խաղը, երբ անվասայլակով երեխան մոտեցել է եւ Ռոնալդուն հրել է նրան, ես վստահ եմ, որ չգիտեմ, լավ չեմ ուզում ասել վստահ եմ, բայց ինձ համար գոնե այդ տեսանյութից ակնհայտ էր, որ Ռոնալդուն չնկատեց ինչ գործողություն է անում եւ ում է հելում։ Իհարկե ժամանակին նա ինչ-որ գոռոզ հատկանիշներ ուներ, քանի որ նոր էր ֆուտբոլ մտնում եւ նա աշխարհում լավագույններից էր, ինչ-որ պահի նաեւ լավագույնն էր մի քանի տարի։ Դա չի ասի աստղային է, այսպես ասած տարել էր, բայց ինչ-որ բաներ նկատվում էին, բայց հետո աստիճանաբար նրա կյանքում շատ բան փոխվեց ու
Բնականաբար ինչպես Ռոնալդոն, նաև շատ այլ ֆուտբոլիստներ բարեգործությամբ են զբաղվում, տարբեր կազմակերպությունների են օգնում։ Իմ կարծիքով նա այնքան էլ այնպեսին չէ, ինչպեսին շատերը ասում են, մեծամիտ է, իմ կարծիքով ոչ։ Իսկ հայերի հետ ես գիտեմ, պատմություն եմ միշտ պատմել, որ նա հայ ընկեր է ունեցել, մինչև այսօր նա ընկերություն է անում, այդպիսի մի պատմություն կա ու հայերի նկատմամբ միշտ ինքը շատ լավ է եղել, անգամ խաղից հետո էլ նորմալ ձեռքի ենք տվել, հաջողություն մաղթել, ուրիշ ոչ մի բան նրա մասին մեծամտություն չեմ կարող ասել։ Նա չի կարողանում պարտվել։ Ինքը միայն մտածում է գոլ խփելու ու խաղը հաղթությամբ պսակելու մասին։ Երբ խաղը ավարտում է այնպես, որ ինքը պարտված է լինում, իհարկե նյարդայնանում է, այդ ֆոնին երբեմն սխալներ է թույլ տալիս, որոնք պատճառ են հանդիսանում։ Որպեսզի լրագրողներն իր մասին ասեն, որ լավ մարդ չի, երբեմն էլ խոսում է հակառակորդի մասին, բայց ես կարծում եմ, երբ ինքը խաղում է, ինքը միայն մտածում է հաղթելու մասին։ Պորտուգալիայի ժողովրդի համար նա լավագույն ֆուտբոլիստն է ամբողջ աշխարհում։ Ես ինքս պորտուգալացի եմ ու շատ հպարտ։ Քրիշտիանո Ռոնալդոն զբաղվում է նաև բիզնեսով։ Ունի իր բրենդը CR7, որն արտադրում է հագուստ եւ օծանելիք։ Նույն անվամբ ունի նաև հյուրանոցների ցանց, իսկ նրա նոր թանգարանը CR7 Life Museum-ը բացվելու է Հոնկոնգի առևտրի կենտրոններից մեկում այս տարի հուլիսի 7-ին։ Սա Ասիայում առաջին նմանատիպ թանգարանն է նվիրված ֆուտբոլի լեգենդին։ Թանգարանային ցուցադրությունը կտևի մինչև հաջորդ տարվա հունիս ամիսը։ Քրիշտիանո Ռոնալդոն համարվում է իմ կուռքը, որովհետև ես նրանով եմ մոտիվացվել, որպեսզի զբաղվեմ ֆուտբոլով, եւ ով գիտի, եթե ինքը չլիներ, ես չէի զբաղվի ֆուտբոլով։ Նրա իմ կարծիքով ամենալավ անցկացրած մրցաշրջանը եղել է 2016 թվականին, երբ նա առաջնորդում էր Պորտուգալիայի հավաքականը, եւ նրա շնորհիվ նրանք կարողացան հաղթել Եվրոյի առաջնությունը։ Նման ֆուտբոլիստները կարողանում են իրենց շատ բաներից զրկել, որպեսզի հասնեն հաջողության։ Ու համոզված եմ, այո, Հայաստանում էլ կլինեն շատ ֆուտբոլիստներ, ովքեր կարողանան իրենց այդ աշխատասիրության եւ իրենց զրկելով շատ բաներից հասնել նման արդյունքների։ Քրիշտիանո Ռոնալդոն ամենահայտնի դեմքն է սոցիալական հարթակներում։ Ինստագրամյան հարթակում նա բացարձակ առաջատար է եւ զիջում է միայն հենց Instagram-ի էջին։ Իսկ սա նշանակում է, որ ողջ աշխարհում նրա ազդեցությունը մեծ է, որ նրա հետևից գնացող ահռելի բանակ կա։ Լինելով 40 տարեկան, Ռոնալդոն դեռ խաղում է, ապացուցելով, որ տաղանդը երբեմն անտեսել է տալիս տարիքը։ Մեծ ֆուտբոլիստը թեև աշխարհում շատերին է գերել իր ռեկորդներով եւ հաղթանակներով, բայց նրա իսկական մեծությունը մարզադաշտի սահմաններից դուրս է։ Եվ որքան էլ որ ժամանակ անցնի, նրա գործերը դեռ կխոսեն լեգենդար մարզիկի մասին։ Կուզեի, որ ինձ հիշեն որպես ֆուտբոլիստի, ով խաղում էր 100% ինքնանվիրմամբ, պահը դարձնում դիտարժան եւ արժանանում հնարավոր բոլոր մրցանակներին։ Այսօրվա համար այսքանը, առայժմ։